Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ձեր ուշադրությանը ներկայացում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանը իր տաղավարը հրավիրել եւ մեր մոտ է շպրտել մի մարդու, որը պարզվում է, զբաղվում է եւ տեղական ինքնակառավարումով, եւ ատոմային էներգետիկայով, եւ նաեւ ճանապարհաշինության ամեն ինչ իմացող, ամեն ինչից հասկացող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը կմշակվի ձեզ համար Անտիֆեկի եթերում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դուք գիտեք, որ վաղ շաբաթում ավարտվեցին ընտրությունները, հաղթեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն։ Մենք այսօր կզրուցենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի հետ։ Բարի երեկո, պարոն Խուդացյան։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Պետրոս, ոնց անեմ, որ այս քո տգիտությունը հաղթահարվի։ Այդ տղա ջան, քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն չէր կարող հաղթել, որովհետև ընտրությունները համամասնականը առաջադրված է ոչ թե թեկնածու, այլ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքներ։ Սա համայնքի ավականու ընտրություն է։ Ընտրվել են համայնքի ավականու անդամներ, որից հետո համայնքի ավականին պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Դու արդեն միանգամից սա խառնել իրար, ասում ես ընտրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ոչ, քվեարկությանը առավելագույն քվեներ ստացեք քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակը, որի մեջ կան բազմաթիվ թեկնածուներ։ Արա տարական բաներ ես քեզ ոնց բացատրեմ, Պետրոս։ Դուք ակտիվորեն մասնակցում եք ընտրապայքարին եւ ընդդիմադխոսները այսօր միաձայն ասում են, որ սարսափելի վարչական ռեսուրս է կիրառվել։ Ձեր մեկնաբանությունը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել վաղարշապացիներին պարոն Մեխակյանին 15300 քվե տալու համար եւ նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են ընտրությանը եւ քվեարկել են այլ տեխնացուների օգտին։ Սպասի։ Այդ 15300-ը որ ասում ես, պարոն Խուդացյան, բայց նաեւ ազնվություն ունեցի, որ ասես, որ դա կազմում է քվեարկության ընդհանուր մասնակիցների 48.5%-ը, բայց ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 21%-ը, այսինքն դուք այդ Պետրոսի ասած այդ անսահմանափակ վարչական ռեսուրսով, իշխանական լծակներով, ապօրինություններով, ընտրախախտումներով ի վերջո ընդամենը ընտրական իրավունք ունեցողների 21%-ի վստահությանն է կարժանացել։ Որ ասենք շռնդալից հաղթանակ է, այդ շռնդալը այդ 21%-ն է։ Պարոն Մեխակյանը լինելու է բոլորի համայնքի ղեկավարը եւ շատ կարճ ժամանակ է պահանջվելու պարոն Մեխակյանից եւ մեր թիմից ցույց տալու, որ իսկապես իրենք ընտրվել են վաղարշապատում փոփոխություններ բերելու համար եւ վստահ են, որ քաղաքացիները շատ կարճ ժամանակ հետո դրական փոփոխությունները կտեսնեն։ Եթե անդրադառնանք այն հանգամանքին, որ ընդդիմությունը ասում է վարչական ռեսուրս է կիրառվել, ապա բարձրացած բոլոր հարցերը կարծես թե վերաբերվում էին հիմնական մասը վերաբերվում էր պաստառներին։ Էսի չէ խոսում Պետրոս։ Այդ տղա ջան, ի՞նչ պաստառ։ Հարցը վերաբերում է վարչական ռեսուրսին, վարչական ռեսուրսը պաստառների հետ ինչ կապ ունի։ Հələ մի հատ դու ասա տենամ, որ այնտեղ ակտիվորեն ներգրաված է եղել այդ ընտրական գործընթացում։ Ինչ պաշտոն է զբաղեցնում։ Դու հիմա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, այն նախարարի, որը առնչվում է տեղական ինքնակառավարման ոլորտ։ Դրանից առաջ ինչ պաշտոն է զբաղեցրել։ Արմավիրի մարզպետ։ Այդ Արգիշտի Մեխակյանը, որ դարել է համայնքի ղեկավարի թեկնածու ցուցակը գլխավորում Պետրոս, հələ հարցրու ասա դրանից առաջ ինչ պաշտոն է զբաղեցրել։ Արմավիրի մարզպետ։ Արմավիրի մի հատ ուրիշ մարզպետ հիմա շրջակա միջավայրի նախարար է։ Այդ չեմ ասում մնացած մյուս պաշտոնյա, մենակ իր ոլորտում, իր ղեկավարման ոլորտում ջրային տնտեսություն, հարային ատոմային էներգետիկայի ջրային տնտեսությունը չասենք, էսի ատոմային էներգետիկայից բացի ջրային տնտեսությունով էլ է զբաղվում։ Ջրային տնտեսության ոլորտ,
ուրեմն ենթակա բազմաթիվ կազմակերպություններ, մարզպետարան, համայնքի ղեկավարի աշխատակազմ, դրանց ենթակա կազմակերպություններ։ Հələ մի հատ հարցնում եմ էլի քեզ, Արգիշտի Մեխակյանին ինչ եք նշանակել պաշտոնակատար։ Տեխնացու էր, թող մնար տեխնա, մյուս տեխնացուները խո պաշտոնակատար չէին։ Բայց դրել են պաշտոնակատար, որ ենթակա կազմակերպություններ, երաժշտական դպրոցներ, առողջապահական հիմնարկներ, հանրակրթական դպրոցներ, էլ չեմ ասում մնացած բոլոր կազմակերպություններով լցվել են այդ մի հատ փոքր համայնքի։ Այդ է վարչական ռեսուրսը, արա, ոչ թե պաստառը։ Մի ծերի է վերից այդ։ Դե քո խելքին մենակ կարողա Պետրոսն է։ Մասնավորապես պաստառը 1 մետր աճ է փակցված, պաստառը 1 մետր ձախ է փակցված, իրենք տեղամասին մոտ է փակցված։ Տպավորություն է, թե ընտրությունը պետք է իրենք հաղթեին պաստառներով, այդ 5300 ձայնը, որ պակաս էին ստացել իրենք մեր տեխնացուից, տպավորությունը, որ 5300 ձայնը պայմանավորված էր պաստառների աճ կամ ձախ լինելով։ Եթե անդրադառնամ ընդհանուր պատկերին, պիտի ասեմ, որ ընդդիմադիրների ցուցակում կային բազմաթիվ առաջադրված տեխնացուներ, ովքեր աշխատում էին նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տարբեր Ձեր գլխավորած նախարարություն։ Այո, մեր նախարարության տարբեր կազմակերպություններում, փակ բաժնետիրական ընկերություններում եւ այդ մարդիկ կհաստատեն, օրինակ մենք ինչ որ բան արել ենք իրենց առաջադրումից հետ պահելու համար։ Լսի, այդ մարդիկ, այսինքն մի երկու հոգի կարող առաջադրվել են կազմակերպության աշխատող են, իսկ քաղաքացիական պայմանագիր համամասնական ցուցակում ովքեր են ընդգրկված։ Մանեկա ոչ մի տես սրանց ցուցակը չգտա Պետրոս։ Գյումրին է հանեցի։ Դե նույնն է պիտի լինի։ Սաղ ենթակա կազմակերպությունների դպրոցի տնօրեններ, մանկապարտեզի տնօրեններ, պոլիկլինիկաների տնօրենին դնում են, որպեսզի իրանց կոլեկտիվը դա ընտրի։ Արա Հայկ Մարությանը, որը ձեր թիմից էր, ասում է, որին դուք հանիք քաղաքապետի պաշտոնից Երևանի։ Ասում է, ինձ պաշտոնից հանում են Պետրոս, որովհետև կառավարությունից զանգում են ինձ, ասում են, այս մի աշխատողը, այս ինչի գրառմանը մի հատ լայք հա դրե, դրան գործից հանի, դրան ես գործից չեմ անե, քաղաքապետին են գործից հանում։ Դու եկել ես թե ինչ հեքիաթներ ես պատմում, արա։ Այսինքն դու մտածում ես, որ մենք տիեզերքում ենք ապրում, դուք ստե եք ապրում, մենք ոչ մի բանից խաբար չենք, հիմա դուք ստես մեզի խափում եք։ Քո վարկային կազմակերպություններում աշխատելուց էլ ես մարդկանց խափ է։ Թե մենակ դառար քաղաքապետ, մարզպետ, նախարար նոր սկսիր մարդ խափել դու։ Պարոն Խոդասյան, դուք նոր ասացիք, որ Արգիշտի Մեխակյանը կաշխատի բոլորի համար, բոլորին է կլինի, հա։ Բայց ընդդիմությունը ասում է, տեսեք, ինչ բառապաշար է օգտագործում ՔՊ-ն։ Դուք ասում եք ջախջախեցինք մեր քաղաքական օպոնենտին, հա, ինչ է նշանակում ջախջախել։ Գաղարշապատում ընտրական մթնոլորտը մեծ հաշվով թելադրվել է ընդդիմության կողմից, ես ասելով նկատի ունեմ, որ նախ իրենք մթնոլորտը լարեցին արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութեր տարածելով, որոնք հիմնական ժամանակ հատում էին բարոյականության սահմանը, հետո հիշատակելով պարոն Մեխակյանի հերոս հոր Մեխակ Մեխակյանի հիշատակը։ Ինչ ասես ասում էին։ Այո, եւ կարծում եմ սա նաեւ Վաղարշապատցիների պատասխաններ ընտրության արդյունքները իրենց։ Մի րոպե, ասեք ինչն են սխալ ասել, ինչա Արգիշտի Մեխակյանի հայրը Մեխակ Մեխակյանը հերոսական գործիչ չի եղել, բա ոչ չի եղել։ Արցախյան ազատամարտի երևելի գործիչներից մեկն է եղել, Արցախը ազատագրողներից մեկն է եղել, Մեխակավան բնակավայրն էլ իր անունով է կոչվել։ Ինչն են սխալ ասել, որ ասում են Արգիշտի Մեխակյանի հայրը հերոսական գործիչ, ազատամարտի մասնակից Մեխակ Մեխակյանն է։ Հիմա որ ասում են Արգիշտին, այտենց հերոսական մարդու դավաճան զավակա, որ իր հոր ազատագրած հայրենիքը ասում է թշնամունն է։ Իր հոր զոհողության վայրը, սրբավայրը, ուրանումը։ Հիմա ասում են հերը հերոսա, տղան դավաճան։ Բանեց հակառակն է, էլի Պետրոս, Գեգամ Նազարյանի հակառակն է։ Ընդել տղենա, չէ, հերոս գնացել է հայրենիքի համար կյանքը տվել է, հերը մնացել է դառը դավաճան։ Տենց երկու տարբեր բան, բայց ինչքան դավաճան կա սաղ ստեն։ Արգիշտի Մեխակյանն էլ աստե, Գեգամ Նազարյանն էլ աստե։ Դավաճանների տեղը ստեղա, հերոսների տեղը Արցախ։ Դրա համար այս դավաճանները ուրանում են հերոսներին իրան զոհողության վայրերի հետ միասին։ Արհեստական բանականությամբ, արա ինչ արհեստական բան, մեր բնական բանականությունը հերիք չի այդ ամեն ինչը հասկանալու համար, որ մտել է արհեստական բանականությունը։ Բայց չռնդալից ասում հաղթել եք, ասում եք 51%-ից ավել ձայն եք հավաքում, բան չի չեք հավաքել։
48.5% ձայն եք հավաքել։ Այդ մեծամասնությունը գիտես, չէ՞, ինչի շնորհիվ է Պետրոս, ոչ թե իրան ստացած քվեների, այլ են փոշիացած ձայների վերաբաշխման հետևանքով։ Այսինքն շեմը չհաղթարած կուսակցությունների ձայներից իրանց մանդատ են տվել դառնալին մեծամասնություն։ Բայց 51% է իր հավաքում։ Նա 3 մարզպետ, ես իմ քանի նախարար լսվել էի կնդե, բա հավաքեի կարա։ Որովհետև շատ տեղերում ընդդիմությունը ոչ միայն քաղաքական սա օրակարգում չէր, այլ նաև հատում էր բարոյականության սահմանը եւ ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ բազմաթիվ այդպիսի դեպքերի ականատես եղանք, նույնը հենց պարոն Մեխակյանենց գյուղում, երբ որ ակնհայտ էր, որ ընդդիմությունը քարոզարշավի օր է, մասնավորապես Մայր Հայաստանը, ակնհայտ սադրում էր եւ գյուղում, որտեղից է հերոս Մեխակ Մեխակյանը, իրենք այդ գյուղում պարոն Մեխակյանին անվանում էին դավաճան, ուրացող, իսկ գյուղի բնակիչների 90%-ը ցույց տվեցին, թե իրականում ինչպես են վերաբերվում Բայց ձեր գյուղի բնակիչներն ինչ են ցույց տվել։ Այ մի հատ դու ասում ես շռնդալից հաղթանակ, շռնդալից, արա շռնդալն էլ արա հա շռնդալից հաղթանակ ինքնատոն է Պետրոս, երբ որ ընտրվել է Արմավիրի համայնքի ղեկավար։ Գիտես քանի քաղաքական ուժերի է միանգամից ջարդի առաջի փուլով հաղթը, այս նույն մարդը։ Գիտես հլասը, քանիսը կլներ, քանի օգու է հաղթե, ասեմ, 0, մենակ ինքն է առաջադրվել, մենակ KP-ն է առաջադրվել Արմավիր համայնքի ավականու ընտրություններին ու այդ ժամանակ ստացել ընդամենը ինքը 8 ամբողջ KP-ով, մենակ իրանք են 8370 ձայն 44464 ընտրողից, այսինքն մասնակցություն եղել ընդամենը 20.7%, իրանց քվեները 18.8, մենակ ինքը առաջադրվել է Պետրոս, մենակ ինքը ընդամենը 18.8% ձայն հավաքել, դարել է համայնքի ղեկավար, դրանից հետո մարզպետ, հիմա նախարար, շռնդալից։ Կգա է շռնդալիցի օր է, գլուխները մաքուր պայեք ուղակի մենակ դրա համար։ Եվ Մեխակ Մեխակյանին, եւ Արգիշտի Մեխակյանին, եւ իրենց ընտանիքին, եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը առհասարակ։ Այ մի հետաքրքիր քննադատություն եմ լսել։ Ասում են, որ ձեզ հաջողվեց այս ընտրությունները չքաղաքականացնել։ Այսինքն դուք այնց արեցիք, որ ինչ որ մի հատ կառավարիչ Մեխակյան եկել է ցանկանում է լավ կառավարի վաղարշապատը։ Այ KP-ն չասոցացվեց, Փաշինյանը չասոցացվեց, KP ղեկավար կազմը չասոցացվեց։ Այսինքն ամեն ինչ արեցիք, որ քաղաքական չլինի։ Էդմոն Մարուկյանն էլ այսօր ասում էր, որ այ ինչի չգնացին, դե գնայիք այնտեղ ասեիք, որ դա ձեր կուսակցությունն է, ձեր լիդերներն են, ձեր քաղաքական պատասխանատվությունն է։ Լսել եմ որոշների մեկնաբանությունը այս մասով, սրանք վաղարշապատի պատմության ամենակաղաքականացված ընտրություններն էին, եւ օրինակ նաեւ իմ ներկայությունը այնտեղ, որպես նաեւ կուսակցության վարչության անդամ, խոսում էր դրա մասին։ Մենք չենք խոսափում ընտրությունները քաղաքականացնելուց, ավելին ի տարբերություն իրենց ոչ թե քողարկվում ենք զանազան դաշինքների տակ, այլ հանդես ենք եկել հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու որպես եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավականու համամասնական ցուցակ։ Մի րոպե, այ ինչ ես խոսում, արա։ 2018 թվին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ընտրություններին մասնակցել է ազգային ժողովի ընտրություններին իմ քայլը դաշինքով։ Այսինքն դուք այն ժամանակ թաքնվել եք ինչ-որ դաշինքների անվան տակ, արա դաշինքը ընտրական օրենսգրքով սահմանված ընտրությունների մասնակցության ձևը թաքնվելը ո՞րն է, արա։ Ես ինչ էր ախոր, բայց ասում եմ էլի Պետրոս, արա, ախ դու մի ինստիտուտ էլ որ դու ավարտացել ես, կասեի դու էլ ես ավարտել, երեսատեղ կունենայիր խոսայիր սրա հարցերը քնե։ Բակալավր, արա, մագիստրատուրա չի սովորեցի, հասկանում ես Պետրոս։ Այդ տղա ջան, դաշինքը դա ընտրության մասնակցելու ձև է։ Պետրոսն ուրիշ բան է հարցնում։ Ասում է, բայ Գյումրու ընտրություններից առաջ, Փարաքարի ընտրություններից առաջ, վարչության նիստով այդ նույն վարչության, որի ասենք մենք պրայմերիզներ ենք անում, որ որոշենք թե ում նշանակենք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ում առաջադրի KP-ն, էլ այն ալխաս-մալխասին հանեք գցել եք փողոցները, ящик տվեց ձեռը 100 հոգու մեջ քվեարկություններ անում, բայց բանում վաղարշապատում են չի պրայմերիզ չարիք, բա բոլոր ընտրություններից առաջ մտում ես դերասանություն, էլի Պետրոս, մտում իրանք փող չունեն, էլի դրա համահավաք են անում, որպեսզի մասնակցեն ընտրություններին, դրա համահավաք,
Վաղարշապատում չի դրա համավակ չարի կապեր, այս փողի պրոբլեմ արդեն դու չունես, ընկեր արդեն ճանապարհ մանապարհ սարքելու համանգելա բերաները, արդեն էլ պրոբլեմ չկա, հա, փողի, որ մա դրա համավակի նույնիսկ դերասանություն անեք։ Բան հարցնում ասում է Փաշինյանը ինչի մի անգամ չի գնացել վաղարշապատ ընտրություններին քարոշչությանը։ Երևանում եկավ Ավինյանի տունը քանդեց կրվան։ Գնաց Գյումրի դրամավակին ելույթ ունեցավ Գյումրիում կրվան։ Փարակարը սկի երեսատեղ չուներ գնալու, չգնաց ընդ կրվան։ Ասում եմ, ինչեք վախենում, արա, մնացել եք ձեռը շիվար դրա։ Վախենում են Պետրոս պլակատի վրա, քպեի լոգոն անկյունում ասես միտեղ քպեի լոգոն մենակ Արգիշտի Մեխակյան։ Վախենում են արա սրանք անկպեի Նիկոլի անուն տան, որովհետև շամպես գիտեն ինչա կատարում։ Պիտի ասեմ, որ մենք նաև քարոզարշավի ընթացքում երբեք չենք խուսափել եւ մեդիա տերորներ այդ հաշվով մեզ հնարավորություն չէր տա խուսափել քաղաքականացնելու ընտրությունները եւ ավելին ամփոփիչ հանրահավաքը, որում մասնակցում էր նաև ազգային ժողովի նախագահը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պաշտպանության նախարարը, մեր այլ գործընկերներ, այդ թվում նաև ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր ֆրակցիայի ղեկավարը եւ իրենց ելույթները ամբողջը դրա մասին էր, որ մենք քաղաքական թիմով ենք ներկայացված վաղարշապատի ընտրություններին, թիմի ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը եւ հաղթանակը եւ պարտությունը թիմին ներ լինելու։ Դուք ասացիք մեդիա տերոր։ Ինչու՞, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ բազմաթիվ լրագրողներ առավոտյան աշխատանքի էին ներկայանում վաղարշապատ, իրենք առաջ էին տանում ընդդիմության նարատիվները, ընդդիմության օրակարգը եւ ընտրությանը նախորդող մոտ 1 ամսվա ընթացքում մի քանի տասնյակ հոդվածներ են ուրեմն հրապարակել, այդ թվում որ պարոն Մեխակյանը դեպրեսիայի մեջ է, չնայած հիմա ոնց հասկանում եմ, իրենք եւ իրենց տեխնացուներն են հայտնվել դեպրեսիայի մեջ եւ ոչ միայն իրենք։ Ընդհանուր առմամբ լրագրողների զգալի մասը սպասարկում էր ընդդիմության օրակարգը։ Դե այնտեղ նաև ասում են, որ ձեզ սոցհարցումներ են ցույց տվել, որտեղ դուք պարտվում եք եւ դուք ընդհանուր թիմով եք դեպրեսիայի մեջ։ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ մեր սոցհարցումներին մոտ արդյունք են արձանագրել եւ հետեւաբար այդ սոցհարցումները իրականացվել են օրինաչափության եւ տրամաբանության սահմաններում, առնվազն ընտրությունների արդյունքը դրա մասին էր։ Այդ մեկը ճիշտ է ասում Պետրոս, ամփոփիչ հանրահավաքին, ով այդ ում ասած ոչ մի բանը սխալ չի ասում։ Դրանք բոլորը մասնակցել են։ Բանել էր մասնակցում։ Սարիգը, այդ էլ Գյումրիից էր եկել մասնակցում։ Թալինի մի հատ քաղաքապետ ունեն, այս մանկամիտ հայացքով։ Էդի հավաքել էր ինչքան Թալինցի ծեռենգել էր, վերցե բերել էր ընդեմ։ Կային իսկականից շատ չէին վերևից դռոնով նկարել են, դռոնով չէ, բալկոնից են նկարել, երևում էր մի երկու հոգի մարդ կա այդ հրապարակում, շատ չէին։ Բայց ով ասում էր մեր ուղղակի վաղարշապատից մարդ չկար էլի Պետրոս, վաղարշապատից էին շատ քիչ։ Դե ամաչում են գնան, ասենք, որ մի նորմալ մարդը կեթա կանգնի ներքև, երբ որ վերևը կանգնած է սա կամ Արգիշտի Մեխակյանը կամ Ալեն Սիմոնյանը, որ մի նորմալ մարդը կեթա կանգնի ներքև։ Դրանց էլ բեմի վրա նայում ես ոնց որ մեռլատուն էլի։ Սաղը ասես տխուր, ասեն դե գիտեն էլի գեղների գալիքները, ասես տխուր, ասես ոնց որ ասենք ասենց հերո ասենք են դրանց ղեկավարներից մեկի մի բան պատահածա լինի, ասես գնան շարվեն, ասեն բալա բայսի որ գնաս բամեզ ինչ ալելու։ Այսպես մի հատ վիճակ էր։ Այդ ամփոփիչ հանրահավաքի։ Վաղարշապատը ունի մի յուրօրինակություն, այնտեղ է Էջմիածինը եւ մեր եկեղեցին եւ մարդիկ ասում են, այ ընդդիմախոսները ասում են դուք հակաեկեղեցական արշավ եք անում, ոնց դուք կարող այնտեղ հաղթեք։ Նախ տեսանք ինչպես կարողացանք վաղարշապատում հաղթել եւ կաթողիկոսներ առաջին անգամ ես տեսա որ թիմ ընտրություններին մասնակցում է հանրամենային դեպս հրապարակային ձևով։ Անկեղծ չգիտեմ նախորդ դեպքերում թիմ ընտրություններին մասնակցություն եղել է թե չէ։ Ինչի՞ չգիտես, որովհետեւ ձեր ինչին է պետք իմանա, կաթողիկոսը խո ձեր հոգևոր առաջնորդը չի, որ իմանա կաթողիկոսը ինչի է մասնակցում, ինչ է անում։ Դու ինչի չգիտես Պետրոս։ Բոլոր ընտրություն, ես հələ տենց ընտրություն չի եղել, որ ամենայն հայոց կաթողիկոսը չգնար, չմասնակցի իր քաղաքացիական պարտքը, տենց բան հələ չի եղել։ Ուղղակի այն ժամանակ ինքը քանի որ կաթողիկոս էր, դուք էլ հավատացյալ չէիք,
Մեր եկեղեցուց ձեզ չի հետաքրքրում, բայց հիմա քանի որ դուք հրահանգ եք ստացել, որ պիտի հարցակվեք կաթողիկոսի, հիմա արդեն ուշադիր եք, գնաց թե չգնաց, բամոս գնաց, բայց տնասում ընտրեց։ Բայց պիտի ասեմ հետեւյալը, որ հոգևորականների զգալի մասի աջակցությունը մենք ամեն օր տեսել ենք, իրենց զգալի մասը վաղարշապատցիներ են։ Ճիշտ ասում, Ալաշուքյուր Փաշազադեն ամբողջական աջակցություն է ցուցաբերել Պետրոս, դե գիտես Ալաշուքյուր Փաշազադեն դեռ կիմանաս Խուդացյան ջան, ձեր հոգևոր առաջնորդը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ մայիսի 22-ին, որ որոշել է Էշմիածնի Ղազիաթ բացեն, բայց դու չես կարող լնես, դու գիտես չէ, դու չես կարող լես հոգևոր առաջնորդը, դե ուրիշը պիտի լինի։ Անդե կան տեխնացուներ, այդ որ եկել էին ձեր օրհնում են ինչ, այդ դրանցից կարող է մեկին վերցնել նշանակել մահմեդականների Ղազիաթի ղեկավար, այնով որ ձեզ աջակցել է այդ հոգևորականի շորերով մարդկանցից, այդ դրանցից կարող է լինեն։ Եվ իրենք էլ ուզում են ապրել այնպիսի քաղաքում, որը կունենա եւ լավ ենթակառուցվածքներ, եւ կունենա միասնականություն, եւ կունենա կդառնա հարմար միջավայր, նաեւ իրենց կյանքը այդ քաղաքում կառուցելու համար, եւ իրենք էլ նաեւ շատ տեղերում հրապարակային աջակցել են պարոն Մեխակյանին, ինչը կարծում քաղաքացիները նկատել են։ Եվ այդ նարատիվը, թե մենք հարձակվում ենք եկեղեցու վրա, հենց Արմավիրի թեմի հոգևորականներն են չեզոք ասել, եւ իրենք շատ ճիշտ են արել, եւ իրենք մտածել են առաջին հերթին վաղարշապատի շահից ելնելով, որովհետև ես վստահ եմ, որ մեր քաղաքական թիմը պարոն Մեխակյանի գլխավորությամբ ամենաարդյունավետը կարող է կառավարել վաղարշապատ համայնքը։ Լսել ինչ եմ ասում Պետրոս, ուրեմն սրան գիտես չէ ինչ մեքենայություն են արել։ Ուրեմն վաղարշապատը մի հատ խոշորացված համայնք էր, Խոյը մի հատ խոշորացված համայնք էր։ Այս Արգիշտի Մեխակյանը վաղարշապատի համայնքի ղեկավար չէր կարող ընտրվել, որովհետև ինքը Խոյ համայնքի կազմի մեջ մտնող Արագած գյուղի բնակիչ է։ Ընտրությունից մի քանի օր առաջ այս համայնքները խոշորացրել են, որպեսզի Արգիշտի Մեխակյանը կարողանա դառնա այս արդեն ընդհանուր համայնքի ղեկավար։ Հասկանում ես ինչ մեքենայություններով են, այս ամեն ինչը հնար է, բերե, բաներ ու մենակ մի բանը, որ լավ է գլխես ընկե դու, որ սա ներկայացնեն որպես Էշմիածին համայնքում իրանց հաղթանակ ու պայքարեն կա ինչ կապ ունի հոգևոր կենտրոնը, որ համայնքի վարչական տարածքում է գտնվում։ Հիմա ասենք թե եթե դա գտնվեր Գյումրի համայնքի վարչական տարածքում, այդ ժամանակ ինչ էիք ասելու, որ Գյումրիում որ փարակար, ասենք 2 մետր այս կողմը փարակարը։ Բա որ ասենք թե հոգևոր կենտրոնը գտնվեր Փարաքարում։ Դուք էլ ընդ պարտվեիք։ Չնայած դել են պարտվել այ Պետրոսը 21% ընտրողների ցուցակային թվի ընդամենը 21% ձայն են հավաքել։ Ձայների փոշիացում չլեր պարտվելու էին սրանք։ Խուդացյան ջան, դու հոգևորականների հետ գործ ունես։ Դու արի քեզնից ձեր գործից խոսանք։ Դիաննան ուր է ապեր։ Դիաննա Գասպարյան։ Այդ ձեր ՔՊ-ի կողմից ընտրված քաղաքապետներ, չէ, 18 թվից։ Եկակ ասիկ մենք դատապարտում ենք նախորդ իշխանություններին, իրանց կոռուպցիան բանը։ Հələ հարցուր ասա Պետրոս, հələ հարցուր ասա Դիաննան ուր է։ Ինչի է հրաժարական տվե։ Բա որ հրաժարականա տվե համայնքի ավականին, ինչի համայնքի կազմից ավականու կազմից համայնքի ղեկավար չի ընտրե։ Ինչի եք Դիաննայի հրաժարականից հետո հուլիսին նոր գնացել համայնքի վերախոշորացում իրականացրե։ Ինչի եք տապալ այդ իշխանությունը։ Ինչի ընտրությունները միշտ արտահերթ։ Երբ որ մի համայնքի, գիտես չէ, Գյումրին էլ էր արտահերթ, Փարաքարն էր արտահերթ, Վաղարշապատն էլ արտահերթ։ Հələ մի հատ հարցուր ասա, ձեր կոռուպցիոները ուր է, ամբողջ ընտանիքով մեղադրյալ են։ Դրա պատասխանով պետք է տա։ Այնեն Վահան Կերպյանին է շաբաթ խիչի բռնի կարա։ Արդեն մի 10 օր անցել է։ Դրան 10 օր մեկ բռնում են Պետրոս։ Եթե ասենք իրանցից մեկին էլ ասենք շարքից հանում են, 10 օր մեկ բռնում են։ Հեսա Դիանային էլ կարող է 15-20 օր հետո նորից բռնեն։ Դանիել Յոնիսյանը, որը գիտեք, երկարատև փորձ ունի ստուգելու, հասկելու ընտրությունները, մոնիտորինգ անելու, ասում է, որ սա առաջի դեպքն է պատմության մեջ, որ կեղծ ընտրակեղծիքների մասին ահազանգերը ավելի շատ էին, քան բուն ընտրակեղծիքները։ Դա իմ ասած մեդիա տերորի համար մեկ ցուցիչն է, որովհետև երբ որ ընտրության օրը
մի քանի տասնյակ, մոտավորապես 5 տասնյակ եւ ավելի լրատվամիջոցներ եւ նաեւ դիտորդական կազմակերպության անվան տակ քաղաքական գործունեություն իրականացնող մարդիկ են հայտնվում ընտրատեղամասերում եւ իրենք էլ հասկանում են, որ իրենց կողմից պաշտպանվող քաղաքական ուժը հաղթելու տեսական եւ գործնական հնարավորություն չունի, մնում է որպես այդպեսին շահարկել ընտրությունների արդյունքը եւ փորձել ստվեր գցել process-ի վրա։ Եվ դա էր պատճառը, հիմնական մասը, եթե չեմ սխալվում, վերաբերվում են էլի պաստառներին, որոնք ասում են, որ փակցված են եղել ոչ թույլատրելի հեռավորության վրա։ Արես ինչ ասում։ Ուրեմն Պետրոս ասեցի, չէ՞, սա ավարտել է կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությունը ու լրագրողների բնականon գործունեությունը, ընտրությունների լուսաբանումը համարում է մեդիա տերոր։ Սրա պատկերացումներով, ես իրանց բակալավրիատում, իրանց սովորացրել են, որ մեդիա տերոր չի լինում, եթե մենակ Civic AM-ը գնում է մեկ էլ հայկական ժամանակը այդում են Սևակ Խաչատրյանի վրա են արձակվում։ Էդի կոչվում է լուսաբանում։ Իսկ երբ որ մնացած բոլոր լրատվամիջոցները գնում են ընտրությունները լուսաբանելու, այդ էլ է մեդիա տերոր։ Պետրոս, դու լավ հիշատակում արիր, բայց ասիր ով է այդ արձանագրումը, Դանիել Իոնիսյանը, չէ, դիտորդական աշխատանքի փորձ ունի։ Լսի, Դանիել Իոնիսյանը 2019 թվականին Հայաստանի կառավարությունից դրամաշնորհ է ստացել Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդություն է իրականացրել։ Նույն Դանիել Իոնիսյանը 2020 թվականին Հայաստանի կառավարությունից փող է ստացել Արցախի ազգային ժողովի եւ Արցախի նախագահի ընտրության դիտորդական առաքելություն է իրական։ Բայց մի հատ կանչի ասա, այ փորձառու Դանիել Իոնիսյան։ Արա որտե՞ղ թե մեզ դիտորդություն ես անում, ընդդեմ սաղին ադրբեջանցիները բռնում են։ Բայց ոնց է լավ, դրան սաղին բռնեն դու մնացիր։ Կարող է հանկարծ դու ես ադրբեջանցի կամ ադրբեջանցիների համար է սարե այդ դիտորդական առաքելության անվան տակ գործունեությունը։ Գիտես չէ, ինչքան կարևոր է պատերազմից առաջ իմանալ Պետրոս ըստ համայնքների բնակչության թվի վերաբերյալ տեղեկություններ կոնկրետ ցուցակներով, որոնցից քանիսն է տղամարդ, որ տարիքի եւ այլն պատերազմից մի քանի ամիս առաջ։ Դիտորդական առաքելությունը շատ կարևոր է, մանավանդ որ փողը տալիս է Հայաստանի կառավարությունը, որի ղեկավարն է եղել Նիկոլ Փաշինյանը։ Դու այդ մասին չգիտես, չէ՞, այդ ցավը տանեմ, դու վարկետ չի, որ դու դրա հետ կապ ունենաս։ Դուք նայում եք այս ընտրությունների արդյունքներին որպես համապետական ընտրությունների հնարավոր սցենար, թե դեռևս վաղ է։ Վաղ չէ, մենք մի քանի կարևոր ուրեմն քայլեր ենք իրականացրել այս ընտրությունների կազմակերպչական process-ում, բնականաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը կվերլուծի ընտրությունների արդյունքը, նաև մեր իրականացած տարբեր այդ թվարկած քայլերը, որի արդյունքում կկայացնենք որոշումներ, որոնք մեզ կտանեն դեպի 2026 թվականի համապետական ընտրություններ։ Մի րոպե, այսինքն չի պետք է մենակ էսի դիտարկեն Պետրոս ջան, 2 ամիս առաջ էլ փարակարում էր համայնքի ավականու ընտրություն Այ շռնդալից ընդեն պարտվե հաղթող համայնքի ղեկավարը գնդակահարվել է։ Նույն օրը Գյումրի համայնքում էր համայնքի ավականու ընտրություն, շռնդալից պարտվել են, համայնքի ղեկավարը հələ տաղանել հետը ձերբակալվել են, կալանավորվել են։ Այ միգուցե այդ պիտի հիմք հանդիսանա 26 թվի ընտրությունների համար մրցակիցներին գնդակահարեն, ձերբակալեն, վարչական ռեսուրս օգտագործեն, իշխանությունը զավթեն։ Իսկ թվում է անպայման հաշվի կառնվեն սրանք 26 թվականին, չեն թողնի, որ ինչ-որ մեկը գա ընտրվի, կամ ասկի մասնակցի ընտրություններին։ Հիմա գանք այլ խնդիրների, դուք նաև համակարգում եք ճանապարհաշինության ոլորտը, այս տարի ինչ ունենք։ Ես ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ մենք արդեն մեր պլանային 500 կիլոմետր ճանապարհաշինական աշխատանքների, որոնք հիմնական մասը հիմնանորոգման, կապիտալ նորոգման եւ կառուցման աշխատանքներ են, 2025 թվականի համար արդեն այսօրվա դրությամբ շուրջ 470 կիլոմետր կառուցած, նորոգած եւ հիմնանորոգած ճանապարհ ունենք Հայաստանի Հանրապետության ամբողջ բոլոր մարզերում եւ բազմաթիվ համայնքներում։ Մալադեց, իսկ հələ մի հատ կասես այդ ճանապարհները, որ վերանորոգում եք, հիմնանորոգում եք, կառուցում եք, ինչ միջոցներով եք իրականացնում։ Պետրոս ջան, որ ասի ուշադիր կլես, որ քեզ չխափի, չնայած չի ասելու, այդ իրանց հետաքրքիր չի որ ասեն։ Արտաքին պարտք։
Այսինքն այս պետության վրա որ պարտքի բեռը ավելացրել են, էդի ավելացրել են, այդ միջոցներով են իրականացնում, իսկ ասա հələ ինչ կազմում, լսեն, Եվրոասֆալտը կա, այն Արագածոտի մարզից երկու կնիկ կային թոշակառու, մեկի անունը Սվետա, մեկի անունը Լուսիկ, այն որ մի հատ Եվրոասֆալտ ՍՊ-ի են ստեղծել, մատը խելացի որոշում էին կայացրել, իմաստուն կանայք բիզնեսից հասկացող կնանիք էին, Պետրոս, Ալեն Սիմոնյանի աղբորը Կարլենին նշանակել էին Եվրոասֆալտի տնօրեն, Եվրոասֆալտն սկսել էր տենդերներ շահել ու ճանապարհ հետո շախուրն ընկավ դրան այդ Սվետան ու Լուսիկը այդ Կարլենին հանին գործից։ Հա։ Հիմա կարող է ավելի հետաքրքիր ընկերներ, աղբերներ կան այդ ճանապարհաշինությունը անելու։ Իսկ ուրախությամբ չես ուզում հայտնես պարոն Խուդացյան, թե ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո քանի 100 կիլոմետր վերանորոգված, նոր կառուցված, հիմնանորոգված ճանապարհ, կամուրջ, ջրագիծ, խմելու ջրագիծ, ոռոգման ջրագիծ, գազի գծեր, էլեկտրահաղորդման լարեր, պաստանցիաներ, քանիսն եք հանձնել Ադրբեջանին, քանի միլիոն դոլարի, քանի միլիարդ դոլարի նյութական արժեք ուներ այդ ձեր հանձնածը թշնամուն։ Ասում եք, ենք, գիտեք ինչ ենք արել, Պետրոս, ուրախությամբ պետք է ասենք, որ մենք մեր հայրենիքից հարյուրավոր, հազարավոր կիլոմետր մի քանի միլիարդ դոլարի ճանապարհներ հանձնել ենք թշնամուն, դրանից հետո եկել ենք պետության վրա մի քանի միլիարդ դոլարի արտաքին պարտք ենք ավելացրել, պետական պարտք, այդ միջոցներով մեր ընկերների, մեր աղբերների, մեր մոտիկների, մեր համար հասկանալի մարդկանց փող տալով ճանապարհաշինական ծրագրեր ենք իրականացրել։ Ուրախությամբ պիտի հայտարարենք։ Մենք ինչ ուրախ են, Պետրոս։ Այդ ուրախությունից քեզի փայ տալիս են, չէ՞։ Ամսական ինչքան երկու աշխատավարձ է կնգաթե։ $10,000 ավելի չէ, $15,000 մոտարապես։ Պարոն Խուդասյան, նաև շատ կարևոր է մեր ատոմային էներգետիկայի վիճակը։ Անդադ քննարկվում են նոր տեխնոլոգիաներով մոդուլային եւ որ երկիրը պետք է կառուցի, այնտեղ տարբեր երկրներ կան, որոնք այդ տեխնոլոգիաներին տիրապետում են, կա արդեն որոշում, թե մենք ինչ ենք ուզում եւ ում հետ ենք ուզում։ Պարոն Ղազարյան, տեսակի մասով ունենք որոշում կայացրած, մենք դիտարկում ենք փոքր մոդուլյար ատոմակայանների կառուցման նախագծերը տարբեր, ունենք բազմաթիվ առաջարկներ տարբեր երկրներից, թե որ կազմակերպության վրա վերջնական կանգ կառնենք եւ կոնկրետ որ մոդելի վրա վերջնական կանգ կառնենք, դա մեծ հավանականությամբ པարզ կդառնա 2026 թվականի երկրորդ կեսում։ Պիտի արձանագրեն, որ մոդուլյար ատոմականները եւ ապահովեն եւ նաեւ ճկունություն են տալիս մեր էներգահամակարգին, իսկ մինչ այդ շահագործման ժամկետի երկարացման ծրագրերի շրջանակներում հաջող ընթանում են գոյություն ունեցող ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները այնքան, որքան կպահանջվի մինչեւ նոր ատոմականի կառուցումը եւ մեր էներգետիկ համակարգին միացնելը։ Խուդացյան ջան, Պետրոսը հետաքրքրված է, իրանք երկու հատ տուն են առել երկու օրվա մեջ, մարտի 9-ին եւ մարտի 11-ին, մեկը բնակարան է, մեկը առանձնատուն է։ Այդ խնդրում եմ էլի մոտդ նշի չմոռանաս, ինքը հետաքրքրված է, մենք այդ թեմայով խոսել ենք։ Ինքը իր այդ սեփական տան համար մի հատ մոդուլյար ատոմակայան է ուզում։ Թողել է տունը դվիժոկի պես, եթե հնարավոր լինի, ասենք, իր ավտոյի հետևից այն բանով շարժական դաշտ մաշտ է թալուս բաներուս, բայց sense շարժական մոդուլյար ատոմակայան, մի հատ խնդրում եմ Պետրոսի տան համար մի հատ գրի։ Բան արա, Ալենենց ջրվեժի դաչայի համար էլ։ Ալենի մայրը, որ թոշակիտ է, թոշակառուկինը կոպեկները, sense իր կոպեկներով մի 68 միլիոն դրամ տվե մի հատ ջրվեժում ամառանոց առե։ Հա, Ալենն է, ճիշտ է ինքն ինձ չի ապրում։ Ալենն է հիմնականում ընդ է ապրում, դե հիմա թոշակառուկը նիկա ամեն թոշակառու ուզում է իր երեխեքին, իր թորների մի կոնֆետա, մի բան, հիմա այդ կնիկներ էտա ձեռից եկե, էտա կարած, բայց ասենք սեփական տունա թող մի հատ իր սեփական ատոմակայանը ունենա, էլի։ Բերելացել են Պետրոսար այդ ատոմակայաններն էլ արդեն զզվալու չափարա ուր է թմես ոտի տակ կանգնումա ամեն քայլա փոխի մի հատ մոդուլյար ատոմական, մեկը ֆրանսիական է, մեկը ամերիկական է, ռուսականն էլ կա, այ ռուսականը ինչի է պետք արա, ամերիկական, հիմնականում ֆրանսիական մոդ։ Այդ գիտես ով ասում Պետրոս։ Ուրեմն
դպրոցի զուգարան չեն կարողանում վերանորոգեն։ Վարչապետը նստում է կառավարության նիստում, ասում է մենք ի վիճակի չենք դպրոց վերանորոգելու։ Հենակ կանգատ վերցնում է սաղորը դպրոցների զուգարաններով քարշ են գալի, որովհետև եթե մենք տենում են զուգարանի վիճակը վիճակ չի։ Տեսած կլես, բանով հմեկոցություն տալի։ Մի հատ դպրոցի զուգարան չեն կարող վերանորոգեն, սրանք ատոմական են կառուցում։ Հիմնական նպատակը ատոմականը փակելն է ընդհանրապես Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով։ Այսինքն հաշվարկը իրականացված է այնպես, որ Հայաստանը առանց ատոմային էներգիայի չի մնա այս ամբողջ։ Ես լսել եմ մի քանի քննադատություն ընդդիմադիրների կողմից, որ դուք նպատակաուղղված տանում եք մեր ատոմակայանը փակելուն Թուրքերի պահանջով։ Նախ այդպիսի պահանջ չկա եւ չի կարող լինել։ Հայաստանը իր ինքնիշխանության շրջանակներում ինքն է որոշում էներգետիկ համակարգում ինչպիսի դասավորվածություն եւ ինչպիսի բաշխվածություն ունենա։ Մեր ատոմակայանը ամբողջովին անվտանգ ատոմակայան է, դա նաեւ ժամանակն է ցույց տվել, այստեղ բազմաթիվ աշխատանքներ են իրականացնում եւ անվտանգության բարձրացման եւ շահագործման ժամկետի երկարացման մասով։ Ես չգիտեմ ընդդիմությունը ինչին է հղում անում այդպիսի ուրեմն տխուր փաստ արձանագրելու համար, բայց այդ փաստը իրականությունից հեռու է այնքան, ինչքան ընդդիմության մյուս բազմաթիվ ուրեմն մեկնաբանություններ։ Դե հիմա ուշադիր լսի պարոն Տգետ, թե ընդդիմությունը ինչին է հղում անում։ Հիմա հղում ենք անում կառավարության պաշտոնական կայքից ձեռք բերված տեղեկատվությանը։ 2024 թվականի մարտի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է միջուկային էներգիայի անդրանիկ գագաթաժողովին։ Միջոցառմանը Պետրոս, որպեսզի չասես ընդդիմությունն ասում է, այլ ալխային դու էլ կարանաս ասես։ Մասնակցել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ոչ Թուրքիան ունի ատոմակայան առայժմ կառուցում են հələ չեն շահագործել։ Ոչ էլ Ադրբեջանը ունի, ոչ էլ կառուցելու են։ Բայց երկու երկրի արտաքին գործերի նախարարներն գնացել են այդ գագաթաժողովին ու Փաշինյանի ներկայությամբ ելույթ են ունեցել։ Այդ ելույթի առանցքային թեման իրանց երկուսի էլ եղել է Մեծամորի ատոմակայանի վտանգները եւ դրա փակելու անհրաժեշտությունը։ Դե դուք էլ քանի որ Հական Ֆիդանի մեկ էլ Ջեյհուն Բայրամովին հակած ինքնիշխաններ եք, հեսա կտենաս Պետրոս ոնց են փակելու այս ատոմակայանը, այս ժողովրդին խափելով մոդուլային ատոմակայաններ կառուցելու գաղափարը, որից աշխարհում էլ ոչ մի դե չկա։ Այլընտրանքային էներգետիկան ինչպես է զարգանում։ Պիտի ասեմ, որ արևային էներգետիկան բուռն զարգացում ունի Հայաստանում։ Մենք 2030 թվականին մեր էներգետիկ ռազմավարության մեջ թիրախային ցուցանիշ էինք սահմանել 1000 մեգավատ հզորությամբ դրվածքային հզորությամբ կայաններ ունենալ Հայաստանի Հանրապետությունում եւ ռազմավարության կատարումից շուրջ արդեն 4 տարի առաջ պիտի ֆիքսենք, որ մենք կեսպային մեր էներգետիկ ցանցին ունենք ընդհանուր 1050 մեգավատ հզորությամբ արևային կայաններ։ Այ ախպեր, դե ճիշտն ասա էլի։ Վարչապետի ասածն ասա մենք արդեն 2 հատ ատոմակայան ենք սարքել։ 2 հատ այդ բաները այլընտրանքային էներգետիկայի այդ ֆոտոպանելները որ դրել են, հաշվում են, որ արդեն հաշվի Պետրոս, որ Հայաստանում 2 հատ ատոմակայան արդեն կա։ Դա համար եթե այդ 2 հատը կա, այն Մեծամորի այն մի հատը մեր ինչին է պետք։ Հատ կարաս ինձ ասես։ Մեր ինչին է պետք։ Ավելորդ ռադիացիայի բունա, երբ որ արևը շողշողում է, Խուդացյանն էլ հետը։ Շնորհակալություն։ Եվս մի անգամ շնորհավորենք Վաղարշապատի համայնքի մեր քաղաքացիներին ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար արդյունքները երկրորդական են, կարևորը որ մենք ժողովրդավարական ընտրություններ ենք անում, կհանդիպենք ցտեսություն։ Մի րոպե Պետրոս, մի րոպե չհասկացանք։ Վաղարշապատի ժողովրդին բնակիչներին շնորհավորում ես։ Երկու ամիս առաջ էլ Գյումրիում մեր ընտրությունները, Փարաքարում մեր ընտրությունները,
Բա Գյումրի փարակարի բնակիչներին ինչի՞ չէիդ շնորհավորում ժողովրդավարական ընտրություններ։ Հա, ձեր մոտ ժողովրդավարական մենակ են ընտրությունները, որ զորով, վարչական ռեսուրսով, փողով, իշխանության չարաշահմամբ կպնալնում առ այդի նման ժողովրդավարական։ Շնորհավորում ենք։ Իրականում ցավակցում ենք հայ ժողովրդին այս ապորեն, անօրեն իշխանության եւ նրա վերարտադրության ցանկացած հնարավորության կապակցությամբ։ Հուսով եմ, որ այսուհետ նման բաներ տեղի չեն ունենա։